Ողջունում ձեզ սիրելի քույրեր եւ հայրեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմական անունով բոլորդ բարի եկացեք։ Տերը դարձյալ մեր ուժերը նորոգած, մեզի նորոգած, իր սրահներում մեջ հավաքեց, միասնապար Տերը մեծարելու, պարապանելու, վայելելու Տիրոջ ներկայությունը։ Դեր արժանի եկեք սիրելիներ, ոտնգայս դիրոնական աղոթքով եւ ապա շարունակով շարունակենք մեր պաշտամունքը։ Yeah.
Սկիզբեն Աստված երկին ու երկիրը ստեղծեց, երկիրը անձրև ու բարապ էր, և անտուտի վրա խավար կար, և Աստծո հոգին ջուրերու վրա շարժեր։ Աստված ըսավ. լույս ըլլա ու լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, ու Աստված լույսը խավարեն զատեց։ Ամեն։ Սիրելիներ, այս համարը Աստվածաշունչի հինգ համարներեն մեկ համարներն է, ուր գտեսնենք Սուրբ Երրորդությունը աշխարհի ստեղծագործության առաջ։ Միասին ստեղծեցին ամեն բան, որ բարի էր, մինչև մարդ արարածը Աստծո շնչով, այսինքն մեզ ստեղծեց իր փառքը պատմելու, իրեն պարապանելու, մեծարելու։ Եկեք միասնաբար մեկ շունչ, մեկ հոգի լալով մեծարենք Սուրբ Երրորդությունը, Հայրը, Որդի և Սուրբ Հոգի։ Yeah.
Ամեն դուխնության գուտա երջանկություն, ամեն դարաբաց նեղության մեջ եղողներուն գուտա խաղաղություն և բոլորը կփոխարին է ուրախությամբ։ Ինձ խնդրեմ քանի կրոջմե որպես մոդենա և բոլորիս անունով բարեկամական աղոթք բարձրացնե և շնորհակալ հայտնի մեր աննման Տիրոջ։ Հանուն Հոր և Որդու և Որդու և Սրբու ամեն։ Աննման Աստված, անփոխարինելի Տեր, շնորհակալ ենք Հայր, որ այսօր Դու մեր մեջն ես, ողջունողդ և քույրությանդ, ներկայությանդ։ Շնորհակալ ենք Հայր, որ Դու արժանի ես ամեն պաշտամունքի, ամեն բարականության և մեզ այս շնորհքին արժանի տեսած ես, որ մենք ընտրվածներս կանք և Քո անունդ մեծարենք և Քո անունդ պաշտենք։ Հայր, շնորհակալ ենք, որ Դու անսահման սիրով սիրեցիր մեզի, դեռ մենք քեզ չսիրած, մեր ջանցուցիր ու ճանապարհդ և գանչեցիր և մեր ձեռքեն ամուր բռնեցիր և թեպի Քու մոդդ առաջնորդեցիր մեզ։ Ասի դեռ մեզի համար մեծ շնորհք է, մեծ ուրախություն է և մենք այսօր ուզենք փոխարինել քեզի մեր պաշտամունքներով, փոխարինել Քո հրածիդ, որ չենք կրնար դեռ հասնիլ, հապա դեռ կուզենք մեր ամբողջ էությամբ, մեր ամբողջ միտքով, մեր ամբողջ հոգիով մեծարել Քո անունդ և շնորհակալություն հայտնել քեզի այս մեծ շնորհքին համար, որ մեզի արժանացուցիր։ Եկուր Հայր, և այսօր Քո հոգիովդ ներկա եղիր այս պաշտամունքի մեջ, ալ ավելի հայտնվիր, ալ ավելի երևիր մեր մեջ, որպեսի դեր երթալեն ավելի Քու մոդդ կալով քեզի նմանին և այլագերվին Քու պատկերից դեր, որովհետև դեր թյուրին չէ Քու փառքդ վայելել, երբ մենք չենք կոտրված, երբ մենք մեր եսեն չենք իջացել, տեսնել Քու փառքդ, տեսնել այդ փառքի ծանրությունը, երբ մենք մեր անձեն դուրս չենք ելացել, այսօր եկուր բարբե մեր անձերը, բարբե մեր եսեն, բարբե մեր էյութենեն, ամեն ծևով դեր, որպեսի քիչ ավելի քեզի տեսնենք, քիչ ավելի քեզի մոտենանք և վայելենք այդ սկանչելի դեմքդ և գազությունը։
Տեր Հիսուս, որում մեջ կա ուրախություն, որում մեջ կա խաղաղություն, որում մեջ կա մխիթարություն։ Ու էությունդ ինքնին Տեր մեզ բավարար է, որ վայելենք այս խաղաղությունը։ Շարունակե Տեր քո օգիով գործել այս պաշտամունքին ամեն մանրամասնության մեջ։ Բարավորվիր եւ մեծարվիր Հիսուսի անունով։ Տեր օրհնեք գույնս, պիտի խնդրեմ եղբայր Սարագին, որովհետեւ 19-րդ Սաղմոսը գարտա։ Անոր եւ ոտո է օգնեցու ամեն Աստծո փառքը ստեղծագործության մեջ։ Երկինք Աստծո փառքը կպատմե ու երկնքի հաստատությունը անոր ցերկերում կորձերը կցուցնեն։ Օրը օրին կհայտնե խոսքը ու գիշերը գիշերին կցուցնե գիտությունը։ Չկա զրույց ու չկան խոսքեր, անոնց ցայնը չի լսվի, բայց ամեն երկիր ելավ անոնց հնչյունը ու մինչև աշխարհի ծայրը անոնց խոսքը։ Անոնց մեջ արևին համար վրան մկրակնեց, անիգա իր արակաստեն ելած փեսայի պես է, հզոր մարդու պես իր ջամփան վազելով ուրախանա, անոր ելքը երկնքի ծայրեն ու անոր շրջանը մինչև անոնց ծայրերը եւ անոր տակուտենեն փամը չի ծածկվի։ Տերոջ օրենքը կատարյալ է հոգին կնորոգել, Տերոջ վկայությունը ճշմարիտ է, դքետը իմաստուն է։ Տերոջը կանոնները շիդակ են, սիրտը ուրախացել են։ Տերոջը պատվիրանքները պայծառ են, աչքերու լույս կուտան։ Տերոջը վախը սուրբ է, հավիտյան կմնա։ Տերոջը թադաստանները ճշմարիտ ու բոլորովին արդար են։ Ցանկալի են անոնք ոսկի են ու շատ փորձված ոսկի են, մեղրեն անուշ են ու խորիսխե գաթած մեղրեն։ Քուծարած անոնցմով գխրադվի ու զանոն պահելու վարձքը շատ է։ Ով կրնա միտք առնել իր հանցանքները, ծածուկ մեղքերեն զիս մաքրե, ամբարտավան մեղքերեն ալ պահե քուծարած։ Թող անոնք ինձի չդիրեն, այնադեմ անմեղ գլան, գմաքրվին մեծ անորութեն է։ Հերնից խոսքերը ու սրտից խորուրդը քո արջևդ ընդունելի ըլան, ով Տեր իմ վելս ու բրբիջս, ամեն։ Ամեն։ Սերենը 19-րդ Սաղմոսը բաժնված է 3 բաժինի։ Կտեսնենք երկինքը բնությունը լուր կպատմեն և կվկայեն Աստծո փառքը։ Այսինքն ամբողջ դիեզերքը կքարոզե Աստծո փառքը։ Դավիթ ցույց կտա Աստծո խոսքը, որ ոչ միայն ճշմարտություն է, այլ նաև կյանք տվող է։ Կատարյալ կլինի, մարդուն հոգին կնորոգի, իմաստուն կդարձնի, հաստատուն կլինի, սիրտը ուրախացնի, կմաքրե և մարդուն աչքերը և ճամփաներուն լույս կլինի։ Եվ վերջին համարի մեջ կտեսնենք մարդու անդրադարձը և զղջումը և ներում խնդրելը Աստծմեն, որպեսզի կարողանա գնալ Աստծո ներկայության առջև։ Եկեք Սաղմոս 19-ը աղոթքի օգիով պարզացնենք և մենք գալ Աստծո փառքը պատմողները ենք։
Տիրոջ մոտ Տերը մեզ այդ տված է գնալու իր ներկայության մեջ իր որդու միջոցով, իր որդու անունով, որտապես ինձ և քեզի համար, որպեսզի կարենանք Տիրոջ ներկայության առջև գնանք, և երբ գնանք Տիրոջ ներկայության առջև, մեր սրտերը կծնծան, մեր հոգիները կնորոգվի, որտեղ Տերը ուրախացնող, ծծություն տվող, ուրախացնող Տեր է։ Ժամն է Տիրոջ
Տիրոջը խոսքը լսելու, պիտի վայելենք եղբայր Նազոյին, դրա մեխմեր։ Անհոր եւ որդորի ողնին սրվո ամեն։ Չեմ ուզել ուրիշ բանով սկսել, այլ ուզեմ սկսել Աստուծո փառք եւ շնորհակալություններով։ Իր մեծ հրաշալի գործերուն համար ըստ իր սովորության, որ դերը միշտ տալ մեզ մեկ յուրաքանչյուրս գարաչնորթե գոքնե մեզի, որպես մենք իր հրաշագործությունները տեսնենք, իր մեծությունը տեսնենք, ինչ-որ քերաչ եղեցինք, պարապանեցինք, շատ կեղեցի գորան։ Կուզեմ Աստուծո շնորհակալություններ բարձրացնել այս իր ըրած ողորմության եւ շնորհքի այս սրահի համար։ Որ Աստված մեզի շնորհեց, ցեսի շնորհեց, իրականության մեջ երբ մեկը մեզի 5 տարի առաջ, 4 տարի առաջ, 3 ինչ որ է, քանի տարի առաջ, որ ասած շատ կեղեցիկ սրահ ունենանք, դերևս քիչ մեզի դարօրինակ կտվեր, բայց Աստված հրաշքներ ստացավ։ Հարավազում է։ Մենք բզդիկ այդ սրահի մեջ, եթե Աստվածը սեր դու մեծ անձնական մեծ սրահը պիտի ունենանք, որ 4-500 հոգի պիտի փաղի մեջը, թարցա մեզ քիչ դժվար կտվեր, բայց Աստված իր հրաշքներն արեց։ Եվ Աստուծո սովորությունն է ասել, Աստուծո մեծ շնորհքն է ասել, որ մենք մեր կյանքի մեջ վայելենք։ Եվ այստեղ են իմ ցանկը բաժանացնեմ որդերս շնորհակալ եմ։ Հալելույա Քրիստոս։ Շնորհակալ եմ իր մեծ Դերմեսի շատ գեղեցիկ բնակարաններ դու պատրաստել երկրի վրա, բայց ավելի գերազանց եւ գեղեցիկ երկրի մեջ։ Ամեն։ Եվ դակավին այս շոկուկա եւ մեր այս փոքրիկ դուներու մեջ սրտերու մեջ կբնակի, որպես ինձ ուրախացին, որպես իր ցերկին գործերը ուրախը, երջանի գրանի ուրախություն որտեցի։ Հետևաբար ես երկրորդ շնորհակալությունս կերտա այս եղբայրակցության վարչական եղբայրը որոնք դկնաչան աշխատեցան այս սրահը մեջտեղ բերել։ Գիտեմ վիդեոները կհասներ եւ գիտեմ լուրերը կհասներ, որ ինչպես դկնաչան բոլորը ցերկ խլված աշխատել։ Աստուծո փառք կտամ ցեզ մեկ յուրաքանչյուրի համար սիրելի եղբայրներ եւ քույրեր, որոնք կհավատան որ բոլորը ցեր բաժանները բերել։ Երբ կնստեի այստեղ դիտեի այսպես Աստուծո գողություն մանուցալեի այս սիրելի եղբայրներու եւ քույրերու համար։ Եվ երրորդ շնորհակալություն կայտնեմ Աստուծո որպես սիրելի եղբայր։ Հալտյան եւ ավարտյան այդ անհանգստությունը հանցուց եւ այսօր ներմեջ։ Աստված գադարել առողջը։ Այլ ուզեցա, բայց քիչ լավ խնդանք եւ ասած։ Ուրեմն ասկերս կարծեմ ասած եմ, հիշած եմ, բայց նորեկ ուզեմ հիշել, որտեղ ճիշտ ադենի եկավ, ժամանակի եկավ։ Ուրեմն ասկերը մոտավորապես 20 տարիներ առաջ, ջոջոն 16 տարեկան էր, որ մի հեռացան բացող խանութ։ Սա որ բաբա ինձի օծ կգնես, սա տուն օծ կբերես, դարօրինակ։ Միտքս եկավ Աստծո խոսքը, որ ասել, ով է այն հայրը, որ երբ զավակ գնում է ցուկ ուզել, ոց կուտայել։ Սյադը դրաս կշպարի, որ ոց ուզելով ցուկ տանի իրեն։ Ինչ որ է, ամենատես կսիրը ոծնակ ցուկնա, ամեն ենթայները կսիրը կիվենք ուտելա։ Ինչ որ է, ասի դրաս, բարօրինակ, լավ ցեկեցքի հրացանը կոցեսի, որտեղ գործի մեջ եմ, քերքս չաշխատի գորում է կոցը, դուն կամ եկը կոսի։ Դուն կացի, դրաս կոսի կոսին, այն դու ոց ինչ իրական, իրական ոց ուզան։ Սիդավաս ինչ դիրն ես իրական ոց։ Բաբա ասա, միտենեմ կենի պլխում վրա բիդի բարել։ Իջարա չոր եղնետիցի, ես
բարակացի կոչին վրա։ Ես ապես դրաս, ամեն կյանքի մեջ ոցի կոչին վրա բարես։ Բայց բեժը սուդագան է պեշը։ Okay. Հարցը դուր չայրաս։ Իչմա մուսվեցանք, ուրախացանք, բարաբանեցինք և հիմա անցնինք լուրջ բայն։ Աստծո խոսքեն բիդիգարտամ ուգաս 17-ը 11-19 համարները։ Ուգաս 17-11-19 համարները։ Աննոր և որդոր և ոգնի սրբողմեն։ Երբ Հիսուս Երուսաղեմ եղար Սամարիայի և Գալիլեայի մեջտեղեն անցավ։ Երբ քյուրիմը պիտի մտներ, 10 փորոք մարդիկ հանդիպեցան որ, որոնք հերվեն գայնեցան, ցայներնին վերցուցին ոսին։ Հիսուս վարդապետ ողորմեն մեզի, դեսնելով անոնց ասավ, կացեք դուք ձեզ քահանաներուն ցուցեք։ Երբ երթային մաքրվեցան, անոնց մեկը երբ տեսավ, թե բժշկվեցավ, ետ դարձավ և մեծ ցայնով փառք դարձավ։ Ու երեսի վրա անոր ոտքի ինալով շնորհակալ դառավ անոր։ Ինք սամարացի էր, Հիսուս ասավ, չէ որ 10 մարդ մաքրվեցան, իսկ այն 9 ուր են։ Այս օդարասկեն զատ ուրիշներ չկրկվեցան, որ դառնալով Աստծո փառք տային և ասավ անոր ելիր կնա ու հավատքը քեզ բժշկեց։ Ամեն, հալելույա։ Իրականության մեջ շատ սկանչելի իրականությունն է պատահարն է, որ այս Աստծո խոսքի մեջ արձանագրված է, որում մեջ քիչմա պիտի խորանանք, քիչմա պիտի սուզվենք, և տեսնենք, թե ինչ սկանչելի խորհուրդներ կան մեջը, մեզ, որպեսզի ամեն մեկս մեր դասերը առնենք։ Ուրեմն, մեր նյութը այսօր գիտելվա, ուր են հույս ինը։ Ուր են հույս ինը։ Գիտեք հետաքրքրական է, որ ուրիշ դեպքի մեջ Հիսուս ոչխարի գորուստը գիտեք, որ մեկ հատը որ գորսվի, և 99 գծիկը եկերտա մեկ հատի մետին։ Ասիկը հագարակն է ճիշտ։ Մեկ հատը հոն ցկեց և գնաց և հարց ուրենակ մուսկինը, այս անգամ մեծամասնության մասին է խոսի Աստված։ Քիչ առաջ փոքրամասնության մասին է, հիմա այսօր ճիշտ հագարակը։ Այս մեկը մեզի կսորվեցին է, որ Աստված բոլորին մեկ աշխնով է, բոլորին կսիրը։ Չուզ է, որ որևէ մեկը գործնի, 99, 10, մեկը, երկուկը։ Աստված ամեն մեկուս համար իր որդին գրկեց, որպեսզի մենք հավիտենական կյանք ունենք։ Ամեն մեկս հարգի ենք, արժեքավոր ենք Տերոջով։ Հետևաբար Աստված Հիսուս հարց կուտա։ Ուր են հույս ինը։ Գիտեք մեկ հատ սկիզբը ծնոտոց մեջ կտեսնենք, որ Աստված ուր ես ատամ, ուր ես։ Այս հարցումը Աստված շատ կգործած է։ Քիչ էլ պիտի տեսնենք, որ Աստված մեզ մեկ յուրաքանչյուրիս կհարցնե, ուր ես սիրելի զավակս։ Ուր ես բանը, մեջը, չգարզենք, որ ամենման ժխտական բաներ կան, հագարակ բաներ կան, որ ունես սոսիետունայում քեզ պիտի տադեմ, պիտի դժոք կնեմ, Աստված չէ։ Ասի սիրո արտահայտությունն է Աստծո։ Աստծո սիրո արտահայտությունն է։ Ուր ես եղբայրս, ուր ես տղաս, ուր ես աղջիկս, ուր ես աղջիկս, ուր ես սիրելիս, ինչ վիճակի մեջ ես։ Ուր է հոգևոր կյանքդ ո՞ր մագարտակի վրա է, սիրելի եղբայրս, սիրելի աղջիկս եւ տղաս։ Ուր գերտաս, ինչ է վիճակդ, ինչ վիճակի մեջ ես։ Եթե դժվարություններում մեջ ես, նեղություններում մեջ ես, հարցերում մեջ ես, հիվանդություններում մեջ ես։ Սիրելի զավակս, եւ ուր։ Ես ինձ գանչեցնեմ։ Ուր ես, ուր գերտաս։ Պետրոսը որու երթանք։ Հայ, դեր, վարտաբետ, որու երթանք։ Գազի հավիտենական կյանքի խոսքերը կուկովդ են։ Եվ մենք դերոջը կողնենք, քիչաշտանի կույրսա կումոդը ով դեր, մեզ մոդը կանչ։ Գիտեք, եվ մենք դերոջը կողնենք, անոր մոտնենք, այս հարցումը մեզի չէ։ Բայց եվ մենք քիչ մը կհերանանք, ինչ պատճառներով մենք հերանալ, երբեմն անգարդության, երբեմն անհունասամտության, երբեմն ժամանակավոր շահերու, այսպես ըսված, որ
Ես ոս չեմ գնալ աստու ներգայության մեջ, որովհետև հոն ես որոշ շահ ունիմ, որոշ ժամանակավոր ես համ ունիմ, որ պետք է վրանի գա ես ծերցիկ։ Գիտես, անիկա ինչ որ ուզե թող, գրնալավ եսն է, գրնալ հմարտություն է, գրնալավ անուն ունենալու այդ դենչն է, որ ես պետք է որ բայդիմ ես ինչ-որ է ասի, գրնալ տրամանյան հարց է, գրնալ ինչ-որ է հարց է ասի, ինչ-որ միտկերնես կանց, ինչ-որ մեր ներքին գյանքի մեջ է։ Հետևաբար Աստված կհարցնեն, ուր են անում ուսի։ Անոնք փորոտներ են, դասն։ Բանը փորոտության մասին խոսում է։ Նայք թե ինչ է այս հիվանդությունը։ Վստահ որ չէ ձեզ մեջ շատ են բրբտած ան։ Իրականության մեջ փորոտ հիվանդությունը շատ քիչ հիվանդություն է ժամանակին։ Հիմա այդ հիվանդությունը գոյություն ունի, դե որովհետև իր թերերը ու իր բաները ու իր վակցինները ու եւ այլն։ Բայց այդ ժամանակին անդոր փորոտ հիվանդություն դեռ իրեն գաքսորային դեպի անավատ հեր գմեկուսացնեին զինքը կամ դերս մի քանի թե որով դեռ կան ինչ որ ասում կան միասին գաբրեին ինչ որ Հիսուսի կանչեցին մեզ բժշկեց ինչու որովհետև փորոտ հիվանդությունը փոխանցի էր գիտեք երբ փորոտ գսենք մենք ամիջապես մեր միտքը ուղղա արտաքին փորոտ մարմնի մաշկային որ մեծ վերքեր գերլեն եւ կամաց այս հիվանդությունը գտանի դեպի փտության այսինքն երբ հիվանդ կլա մեր այս հիվանդությունը գարնեն կամաց երու իր մատները կսկսի ինալու ոտքի մատները կսկսի եւ կամաց կգծվի մարմինը եւ կպճանա այսինքն հորին կխառնվի փոշի վերածվի եւ կպճանա եւ կորմա կմահանա եւ այսպեսի քեշ հիվանդություն ուներ այդ ժամանակին որտեղ մի մահվան գտար եւ կխորեի ասություն շուրջ Սիունդեր այսօր այդ հիվանդությունը չկա բայց գիտեք չկա ներքին հիվանդություն սրտի մեջ էության մեջ մտքի մեջ եղած հիվանդությունը որ համազոր է փորոտության ինչու Ինչպես կնանք նմանցնել, ինչ իրավունքով կնանք նմանցնել այս մեկը, որովհետև երբ մեղքը ժամանակավոր ցանկությունները եւ հովանությունը եսը վիրավորանքները այսպիսի արտահայտությունները հատկապես մեղքի կեցված են մեր կյանքի մեջ, մեր էության մեջ, այդ մեղքը մեզ կդանի ճիշտ այդ փորոտ հիվանդության մեզ կհնչացնում է Մեղքի բարձրում է, չի գա, մենք մեկալ երկուն են Ուրեմն, երբ մենք այդ վիճակը մեր կյանքի մեջ կա, համազոր է և գնմանի այդ հորոդության, որովհետև մեղքը մեզ կմաշեցնի, ցանկությունը մեզ կմաշեցնի, մեր մտքերը կգրավե, կգաշկանտի մեզ մի յուրականչուց, կբռնե մեզ մի յուրականչուց, չցկեր որ հոգևորապես արջեր երթանք, մեր ցանկությունները եսասիրություն և հովարտություն մեզ կբռնեն, չցկեր որ մենք հոգևորապես արջեր երթանք, հետևաբար մեզ հետ գամայացնե, գլջացնե, գիտեք, և չումը գլջանա, և չի շարժի, կսկսի հոդել, կսկսի պտվել, և անկործածելի գտարնա և գճորնա և երթա։ Հավատացյանը նույնն է հավատացյանը։ Հետևաբար մենք զգուշանալու ենք մեր կյանքի մեջ, որ մենք ուր է մեր հիվանդությունը, ուր է մեր բորոտությունը, ուր է մեր Աստծո հաճելի չեղած վիճակները, հետևաբար մենք անոնց վրա աշխատելու ենք։ Անոնք դերոջը սեղանին վրա տնելու ենք, ով դեր, ես իմանցս շատ կսեմ, ով դեր ես կուզեմ, որ ամեն մարդ նասոն սեմ, ասում բոլորը դերոջ սեղանին արջել ենք։ Ով դեր ես կուզեմ, որ շատ բաներու վրա դիրեմ ով դեր, ես կուզեմ, որ մարդոց հրահանքեն, ես կուզեմ, որ ամեն մարդի հրահանքիս տակ կլվա, ես ասկես եմ։ Հիմնական հարցը, գիտեք ուր է, աղտա ճանաչումը,
ինքնակիրացություն։ Իմ անձս ճանչնամ, ձանի ես ես, ճանչնամ իմ անձս, թե ես ինչ եմ, ուր եմ, ինչ մագարտակի մեջ եմ, և ըսկոսիմ աշխատին իմ անձս։ Ովտեր ես իմ անձս ու սևանի վրա չեմ պետրեմ, խոսին ինձ ովտեր, խոսին ինձ ովտեր։ Գիտեք, երբ ուզենք մենք փոխվել, երբ ուզենք մենք Աստուծո աչքերում առաջ հաջելի կյանք ունենալ, ես սրբության կյանքի առաջնորդվել, պիտի թիմենք Աստուծո խոսքին։ Հարց ուր է, գիտեք, շատեր կթիմեն Աստուծո խոսքին, շատեր կթիմենք Աստուծո խոսքին, բայց երկրորդ աղջարջանաչումը, որ հասկնալ և հնազանդինն է։ Երկրորդ վիճակը այն է, երբեմն շատ կգարտանք, երբեմն շատ բաներ կլսենք, շատ կարոզներ կլսենք, բայց որքանով է համեմատությունը մեր Աստծո խոսքը լսելուն, հնազանդության և փոխվելուն, հոժարությունը, գիտեք, շատ կարևոր է ասկալ, հավատացյալի կյանքի մեջ ամենաերական բանն է, որ ով է ինձ իմ անձս ճանցում, քո խոսքիդ միջոցով, և օգնի ինձ, որպես ես իմ կյանքս փոխեմ քո զորությունով դեր։ Սրտուտենը սրտություն երթա, օրդուտենը օրդություն է, օրդեն ես չեմ ուզեմ դեր կային մնալ, չեմ ուզեմ լջանալ իմ դերս օրդեր, ես ուզեմ փոխվիլ, ես ուզեմ սրբանալ օրդեր, ես ուզեմ հուս սուրբերու հասակին ասնիմ, դեր Հիսուս Քրիստոսի հասակին ասնիմ, օրդեր թոր ինձի իրավունք է, գարելություն նված ես, որ գարալյան մարդը և քո հասակին ասնիմ օրդեր, այս երկուքի իմ իրավունքը ստված ես օրդեր, փրնեցեք այս իրավունքը եղբայրներ երկույրեր, օրդեր դու գարալյան մարդը լավու ինձ իրավունք տված ես, և քո հասակին հասնելու իրավունք տված ես, օրդեր օգնե ինձ, որպես ես այս խոսքը իմ կյանքիս մեջ կատարեմ։ Գիտեք, հին ուխտի բեն օրինացը շատ կարտացած եմ։ Աստվածածախ ոչ ուղաց է, որ հնազանդեցեք մարգարեներում, հնազանդեցեք իմ զավակներուս։ Ինչ կնշանագի հնազանդիր իմ զավակիս, հնազանդիր մարգարեն, ինչ կնշանագի, այսինքն հնազանդիր խոսքիս, հնազանդիր խոսքիս, որպեսի այդ բաները, որոնք քեզ փդացության պիտի տանին, փորոտության պիտի տանին, չերտան ինչ է վերջ, հավա երդարձում են, ապաշխարությունը ինչ է, երդարձում, ապաշխարությունը այս է, երդարնալ այդ վիճագեն, այդ մեղքի վիճագեն, այդ հոսանքներեն, եղբայրներ և կույրեր, կյանքի ամենաթժվար բանը անձը ճանչնալ է, ամենաթժվար բան է ասես, ինչ որ իմ կյանքիս մեջ դեսա, փորձարապար, կյանքի ամենաթժվարագույն բանը անձը ճանչնալ։ Երբ ես իմ անձս կճանչնամ, ատկևեր թյուրյուն գլա իմ փոփոխությունս, Աստուծո խոսքի հիման վրա։ Հետևաբար, այս հիվանդները աղաչեցին Քրիստոսին, խնդրեցին Տերոջը։ Այդ մեկը, որ վերադարձավ, որ օդարասի էր, սավարացի էր, Հիսուս ասպես նայեցավ, որ երբ որ օդարասի է, որը մնացած ինչ կրնալուղա, հրել է կրնալուղա, չէ, եթե ենթադրենք։ Այս հրյաները ունեին այն վիճակը, որ փրկությունը մերն է, եկեղեցին մերն է, ես Աստված իմ Աստվածս է, ուրիշները գոյություն չունի, ես եմ, մերն է Աստվածը։ Անոր համար հոգևին չէր, արին անենիք է։ Բայց է, գիտեք մենք երբը մգխնդակ, բայց մեր վիճակն է ասիա, ասի մեր վիճակն է, ամերիկականություն է ասիա։ Շատ քիչ են, քիչ որ են, դասեն մեկն են, որ ինքնակիրակցության մեջ, անդրադարձունի մեջ, վերադարձավ Հիսուսի, որ ոտքերուն ինկավ, և նպակեց համբուրեց ոտքերը, և շնորհակալ է արտավեց։ Տեսեք տարբերություն ունի։ Հարցում, արկական ինը փորոմները իրական բժշկվեցան։ Ինչ կսեք։ Իրական բժշկվեցան։ Ծավոքսը։ Ժամանակավոր բժշկությունը։ Երանի թե չբժշկվեին, երանի գսեմ, և հոգինին բրգր,
Երանի։ Երանի թե գար երտաս սկսել։ Երանի թե մեկ աչը գույն երտաս, բայց հավինական միանք երտաս։ Տեսնեք։ Փուն բժշկող այդ մեկն էր։ Ֆիզիկապես եւ հոգեպես։ Ինչը փաստը շատ դուրս է, շատ դուրս է։ Երեխաներն ակիդեն, մեկը վերադարձավ, շնորհակալություն ես համաչի վերադարձավ։ Շատ բարձր, շատ բարձր։ Հետևաբար թողածված մեզ յուրաքանչյուրի շնորհք, որպեսզի մեր անձին վրա աշխարհակ տապենք, մեր անձը ճանչնանք, գիտագիծը լանք, որով դեր մենք ուզենք մեր ներքին հիվանդությունները ձերբազատվին, որտեղ ներքին հիվանդությունները արգելք են մեր սրբացումին, արգելք են մեր փաստացումին, անոնք արգելք կհանդիսանան եւ չեն ցկեր, որ մենք ավելի գիտագիծանանք, ավելի իլեցվենք, ավելի զորանանք, ավելի դերոշ խոսքով լեցվենք, անոնք պատճառ կդառնան, որ դու եւ ես դեր կայրենք։ Երակրական համարը։ Կացեք կսեր Հիսուս, թուք ձեզ կհանանելու ծուծուց։ Ինչու համար։ Ինչ է վաճարը։ Երկրորդ մեր գետը։ Առաջինը մեր անձի վրա պիտի աշխատի, պիտի չանք տապենք, պիտի սրբանանք, պիտի աշխատի այդ որոտուտերն այդ հիվանդակիր այդ մեղքերեն սխաներեն դուրս եղել։ Երկրորդ հավատացյալ երկու բան կյանքի մեջ։ Երկու հիմնական գետերում։ Մեկը իր անձին սրբացումն է, իսկ երկրորդ այդ սրբացումին որպես արդյունք եւ ուղղաբերում վկայություն։ Կացեք եւ ձեր անձերը քահանաներում ծծուցեք։ Ինչու՞։ Վկայության համար։ Գիտեք, մեր սրբացումը, մեր փաստացումը, մեր հոգևոր փաստացումը, մեր լեցվիլը ինքնաբերաբար բդղապերում ուտը։ Դու չես աշխատիր, դու չես հոգիր, դու չես տապեր, բայց քու կյանքը, քու վարմունքը, քու խոսելավոճը, խոսելագերբը գբարտադրե եւ կստիվե մարդոց, որ վկայություն լաս։ Դերես դու Հիսուսի մասին չես խոսի, Հիսուս եկեք այսպես ավաշատ չէ, դերես չես խոսի, բայց քու գործերը կխոսի։ Քու գործերը կսեն, եկեք Հիսուսին։ Հիսուսին կյանքս փոխեց, ուզենք որ դու գալ փոխվի։ Մատթեոս 8:1-2-3 այս համարը դեպաստեք, ուզեմ ուղղակի գարտալ։ Մատթեոս 8:1-2-3 Երբ լերնեն վարիչավ, շատեր կացին անոր ետևեն, ահա բորոք մի եկավ երդրբակություն նրանոր ուգսել, դեր եթե ներողություն ասիկ առաջին գետի մեջ էր, ուզեմ հիշել այս համարը, դեր եթե դու ուզես գրնաս զիս մակրել, ուրեմն ուզեմ վերադառնալ առաջին համարին, որ գսե, ով դեր ես հոժար եմ, բայց եթե դու ուզես գրնամ մակրվի, անշուշտ Հիսուս այո գսել, անշուշտ այո գսել, կարևորը մենք համաձայն ունենք եղբայրներ երկիրը, որ խնդրենք դերոջը որպեսի փոխվի։ Մատթեոս 10:8-ը գսե, երկրորդ մեր գետի մեջ։ Գսե Հիսուս իր աշակերտներուն։ Հիվանդները բժշկեցեք, փորոտները մաքրեցեք, թևերը հանեցեք, ծրի արիք ծրի դրեք։ Վաու, մենք փորոտներ պիտի բժշկենք։ Մենք հիվանդներ պիտի բժշկենք, մենք հրաշներ պիտի կատարենք։ Մեր բարի վկայությունը, մեր վարվելագերբը, մեր անձնազոհողությունը, մեր ծառայությունը,
մեր անգելձությունը, մեր սպասավորությունը պիտի ցկեն, որ հրաշքներ կդառնի մարդոց սրտի մեջ։ Այսօր մեծամասնությունը ժողովրդին հոգևորապես բոլոր է։ Հոգևորապես բոլոր է։ Ամեն մեկ հիվանդության։ Ոչ թե ֆիզիկական հիվանդության կարգել մոմայն, aber ներքին հիվանդության։ Անորոշ կացեք կսե բժշկեցեք, կացեք կսե փորոքներում բժշկություն տվեք, կացեք կսե այդ չար ոգիներով լեցունները կրկեցեք, ազատեցեք։ Ինչպես։ Եթե մենք չսրբանանք, եթե մենք հոգևոր կյանքի մեջ առջև չերտանք, եթե մենք հոգևոր բարգերներով և շորներով չլեցնենք, պիտի չդռնանք այս երկրորդ բաժինը կդարել։ Որտեղ ըսի կյանքի մեջ առաջինը մեկը որ մենք պիտի լեցնենք, մենք պիտի սրբանանք, երկրորդը ուրիշներով վգա դիլակ, այս է կյանքի իմաստը։ Այս բոլոր բանում մեջ, այս բոլոր աստվածաշունչին հասկացող այն բաները, որոնք ուզում մեզ հասկացնել Աստված, այսը, որ լեցվիր, լեցուր, զոհվիր, որպեսզի ինքնալ զոհվի քեզ և ինքնալ զոհվի և ուրիշներով բնության մեջ ընծնի։ Եղբայրներ և քույրեր, Հիսուս պետք չուներ լեցվել, որտեղ Հիսուս ինք Աստված էր, որտեղ Հիսուս ինք Սուրբ Հոգին ինքն էր, ոչ թե պիտի լեցվել, ինքն էր Սուրբ Հոգին։ Եկավ այս առաջին բաժինի մեջ Հիսուս բաժին չուներ, բայց մերզի գինա, որ մենք լեցվինք, զորանանք, որպեսզի երկրորդ բաժինը իրականանա մեր կյանքի մեջ։ Այդ մեկ առաջին կետը մեր շահը այո բնդրեք ուզեր, մենք հավիտենական կյանք ունենանք, կսրբանանք, արիքը կարևոր է, բայց ավելի կարևորը նաև համահավասար չափով, որ մենք ուրիշներու փոխանցենք այս մեծ շնորհը։ Եթե անգարելի բանը լար, եթե չլալի բանը լար, այս ծանր բաները Հիսուսն այցեք անգամ ես ուզեմ կրել և սել։ Ինչ սա Հիսուս, կացեք սա, հիվանդները բժշկեցեք, հորոտները մաքրեցեք, թևերը հանեցեք, ասում բարս բաները, քու փոփոխությունդ ուրիշներու փոփոխության պատճառ է։ Ես շատ պիտի չուզեմ երկարել, բայց ուզեմ բահը, ասկի ետ կեգով բահը, աղոտքի դրամատ։ Որովհետև խոսել է անթի մեկ հարգի որ կորստական կայրեր արմենք։ Խոսիլը թյուրուն է, բայց կորստական կայր արնելը և անոր մեջ մնալը հավական դժվար է։ Եվ մենք պիտի ընդրենք դժվար է։ Եվ մենք պիտի ընդրենք այն միջակը, որ երբեմ մարդոց աչքին անգարելի երևի, բայց դերոջ աչքին կարելի է։ Հետևաբար, այսօր վստահ եմ, որ մեզ շատերու մեջ, ինձ մեզ սկսյալ, այնպիսի միջակներ կան, որ իրականալ մեր ցերկը չէ, երբեմ լսկան, որ մեր ցերկը չէ, և հրաշք ուզը, աստվածային զորություն ուզը, որ մեզ ներկյանքեն մեր սնդեր ուզը դա այդ մեկը։ Համացայն եք։ Բաներ կա, որ մենք այլպես ցանցվածած ենք, կթշկոհենք այդ բաներ, չենք ուզեր, չենք սիրեր, բայց ինչ որ, հոսարակյալ ես ատիպես, ինչ որ չեմ սիրեր զանիգա գնա, ինչ որ չեմ ուզեր անիգա գնա, ինչ խլջալի մարդ եք ես, ով իդի ազատերից, այս մահկանացում արգիրան, բայց կողություն աստուծո մեր դեր Իսուս Քրիստոսից է, այսօր ասված Հիսուս մեր մեջ է, միշրջի մեր մեջ, պիտի խնդրեմ, որ մեր աչքեր կոնցել, և գետրոնանաս անցից վրա, գետրոնանաս քու ներքին շտեմանաններ մտնելով, սենյակները մտնելով, տեսնես, իմանաս, հասկնաս, թե ուր է ու դգարությունդ։ Ես վստահ եմ, որ դժվարություններ կան, որ անոնք դուրս ելնելու,
որպես դու հանգիստ շնչես այդպես, հանգիստ ապրես այդպես, տապանցիկ ապրես այդպես։ Գիտեմ, որ դժվար է, բայց Աստծո կհավատանք, որ դժվար բան չի։ Այսօր դերը իր գործը դին է, մեզ որ յուրաքանչյուրը սննդի մեջ։ Իր հրաշքները պետք է կատարեն։ Մենք այսօր լսեցինք մենացին փոխվելու վրայով։ Լսեցինք, որ բոլորությունը անդանելի հիվանդություն է և թեպի հավիտենական գորուս կնալի։ Մեր մեղքերը մեզի կնան գործեցնել։ Ոչ թե Աստված կգործեցնել, ապա մեր մեղքերը մեզ կնան գործեցնել։ Եվ այդ իսկական վիճակը, որ մեր սրտի մեջ այդ մեկ երկու գետը, որ դու կտշկորիս այդ դրե։ Այսօր Աստված իր ծեպը մինի երբյարել և մինի բժշկել քեզ։ Հավատա Աստծո։ Քու հավատքը քեզ բժշկեց մինիս Հիսուս այսօր քեզ։ Եթե անցեր գամ, որ իրենց սրտերու մեջ ունին դժվարություններ, ունին վիճակներ, որոնք անհաջող են Աստծո։ Եվ ուզեն այսօր Աստծո շնորհով բժշկել իրենց։ Պետք է խնդրեմ, որ ոտքի գնան, իրենց սրտերը։ Մեր աչքերը կոչվում են կաների ուժը։ Մեր աչքերը կոչվում են ամենանոք, որոնք ուզեն այսօր իրենց կյանքի մեջ փոփոխություն լինի։ Եվ այսօր այստեղը փոխված եւ զորացած հաղթանակ տարած եւ այստեղը։ Պետք է խնդրեմ, որ ոտքի գան եւ աղոթենք իրեն համար բոլորս։ Այդ ծերերը կաների ուժը։ Հալելույա, Հիսուս, հալելույա, 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 հալելույա։ Մի անշնար, մի կաշվիր, բոլորս ան նկարություններով լեցուն ենք, բոլորս ան վիճակներով լեցուն ենք, որ Աստուծո աչքին անհաջող է, և նա մեր աչքին անհաջող է, և նա է պաներ եթե գան, որ չես գիտեր, որ անիգա սխալ է մեղք է, դերը թող հայտնի այս բանում քեզ։ Քաչություն ունեցիր ոտքի գնալու որպես աղոթենք քեզ համար։ Միասնաբար աղոթենք։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Հալելույա։ Երկնավոր Հայր, այս բանում քեզ ու կամ։ Իմ դգարություններս, իմ մեղքերս, իմ տերություններս, տերտում տերվանց իմանաս իմ սրտես լծված, տերվանց իմանաս իմ գործերս, իմ մտածումներս, իմ խորհուրդներս, ով բժիշկները բժշկող Հայր, և ու և բժշկես ես ասում։ Եվ որ և իմ սիրտս փոխել, և որ և օգնե ինձ, որպեսզի այդ մութ անգույնները սրտիս մեջ լույսի գանեցուր։ Դեր ես անկարող եմ, դեր ես չեմ գռնար ձեր բազատվին, բայց դու գռնաս ձեր բազատվին։ Դու հրաշքներ գործով Աստծես։ Այ օգնե ինձ, կաղաչեմ քեզ։ Կաղաչեմ և կբաղադիմ քեզ։ Ինչ որ այդ պորոտները գանչեցին դեր։ Եվ որ երբ բժիշկես ես դեր։ Իմ ներքին պորոտուտ ես։ Իմ ներքին հիվատուտ ես։ Օգնե ինձ որպեսզի դեր բժշկված հայտարարեմ և շնորհակալություն հայտնեմ քեզի դեր, որուն արժանի ես դեր, որուն արժանի ես դեր։ Օգնե ինձ որպես այդ մեկին նման իմ դեր, կամ երկու արջերը թխոնան իմ դեր, և նրբակություն ունեմ քեզի, հարապանեմ ամբողջ կյանքի սրտացին, որուն արժանի ես դեր։ Շնորհակալ եմ դեր, որ գործեցիր, շնորհակալ եմ, որ փոխեցիր այսօր, ձերբազատեցիր զես, օգնեցիր ինձ դեր, որպեսզի կարենամ քո անունդ բարձր պահել դեր իմ կյանքիս մեջ։ Հիսուսի անունով կողոտնագողեմ սատանային բոլոր գավանքները, և որ և ոտեր եթե գավանքներ կան, վիճակներ կան, որոնք դեր դակավին գիշրեն մեր վրա։ Հիսուսի անունով այսօր այդ գավանքները
Հիսուսի արյան զորությունով նկարել։ Հիսուսի արյան զորությունով այդ շղթաները կգտնենք դեր։ Հալելույա, հալելույա, հալելույա։ Հալելույա։ Կմեծարենք ու ամուր։ Եվ գրբակենք ու արջանք։ Այստեղ են մինչև